Բարև ձեզ, առաքելությամբ կին հաղորդման հյուրն է Պարուսույց գեղարվեստական ղեկավար Գյուլնարա Սարգսյանը։ Բարև ձեզ Գյուլնարա, մի փոքր պատմեք ձեր գործունեության մասին։ Բարև ձեզ Ալինա ջան, նշեմ, որ մեր խումբը հիմնադրվել է 3 տարի առաջ։ Մեզ մոտ դասավանդվում են տարբեր ոճի պարեր, ինչպես ժող բնորոշ, տարբեր ազգերին բնորոշ, հայկական, հիփ-հոփ, մոդեռն, մի խոսքով ոճերը մեզ մոտ բազմազան են։ Արդեն ինչպես նշեցի, 3 տարի է խումբը գործում է, որի ընթացքում ունեցել ենք բազում հաջողություններ, մասնակցել ենք տարբեր միջոցառումների, ունեցել ենք հաղթանակներ։ Իսկ ըստ ձեզ, ինչ է նշանակում լինել կին ղեկավար մեր օրերում։ Մեր օրերում դժվար է լինել կին ղեկավար, քանի որ առաջին հերթին պետք է լինել ուժեղ, պայքարող, չկոտրվող, չհանձնվող, որովհետև կին ղեկավարը շատ բարդությունների է հանդիպում իր կյանքում եւ իր գործունեության ընթացքում։ Իսկ ինչպես եք համատեղում կարիերան եւ ընտանիքը։ Լինելով պարուսույց մի փոքր դժվար է, քանի որ եւ երեխաները եւ խմբի ծնողները, անդամները ամբողջ իմ գրաֆիկում մեծ դեր են կատարում, գրեթե ամբողջ օրս նվիրված է իրենց, եթե աշխատավայրում էլ չեմ, միևնույն է անդադ կապի մեջ եմ եւ տանը, բացի դա մտքերը, որոնք անդադ գալիս են ու պետք է տվյալ պահին իրագործել, ինչպես ասում են, երբ մուսան գալիս է, պետք է չասել, որ վաղը կանեմ լավ, դրա համար մի փոքր բարդ է չկորցնել սահմանը ընտանիքի եւ աշխատանքի, բայց ամեն դեպքում ես փորձում եմ համատեղել, որ բալանսում լինի, երկուսն էլ իրենց տեղում լինեն։ Մեծ գործունեություն եք ծավալում, իսկ ինչու՞ն եք տեսնում ձեր առաքելությունը։ Առաջին հերթին նշեմ, որ ինձ առանց պարարվեստի բարի չեմ պատկերացնում եւ դեռ մանկուց 3 տարեկանից պարարվեստում եմ եւ շարունակում եմ մինչ օրս, իմ առաքելությունը կանում է նրանում, որ դասավանդել առաջին հերթին երեխաներին, ինչ որ ես շատ սիրով եմ անում, եւ գտնել, բացահայտել նրանց մեջ թաքնված տաղանդը։ Իսկ այդ ընթացքում ինչ որ խնդիրներ առաջացել են ձեր մոտ, ինչ որ բարդույթների, խնդիրների հետ բախվել եք արդյոք։ Նշեմ, որ ինձ մոտ ընդունելությունը 4 տարեկանից է եւ կարծում եմ պատկերացնում եք, թե փոքր տարիքի երեխաների հետ ինչ բարդ է աշխատելը։ Առաջին բարդությունը երևի կնշեմ հենց դա, որ երեխաներ ունենում են կապրիզներ, պետք է խոսես իրենց հետ իրենց լեզվով, շատ ժամանակ պետք է համոզես, որ չգիտեմ, կանգնեն դահլիճում, ուղակի դիմանան այն ժամանակահատվածը, որ հարկավոր է փորձը կատարելու համար, չնայած իրենցից շատերը եւ գրեթե բոլորը մեծ սիրով են հաճախում, ընթացքում ունենում ենք, այսպես ասած, կապրիզներ, ինչ որ նոպաներ, նյարդային, բայց փորձում ենք հաղթահարել եւ առաջ անցնել։ Իսկ հիմա մի փոքր ավելի sense անձնական կանացի հարց տամ, ինչ դեր ունի ըստ ձեզ կինը ընտանիքում եւ հասարակության մեջ։ Մեծ տարբերություն կա կարծում եմ, քանի որ կինը ընտանիքում իհարկե ունի կարևոր դեր, բայց հաճախ կարող է թուլանալ, քանի որ իր հարազատները, ընտանիքի անդամները իմանալով, որ իր կողքին են, բայց հասարակության մեջ ըստ իս կինը իրավունք չունի թուլանալու, որովհետև հասարակությունը շատ հաճախ սպասում է հենց դրան։ Պարզ է, իսկ ինչ է ձեր համար պարը։ Պարը թող ամպագորգոր չհնչի, բայց ապրելակերպ։ Ինչու՞մն է կայանում ձեր ուժը։ Երևի թե չհանձնվելու իմ կարողությունը, չընկճվելու ու իմ նպատակներից հետ չկանգնելու մեջ է իմ ուժը։ Համարում եք արդյոք ձեզ ուժեղ։ Թող անհամեստ չթվա, բայց այո, որովհետև գործունեության ընթացքում շատ բարդություններ են լինում, բացի դա, ինչպես բոլոր աղջիկները կանայք, երբեմն թուլանում են, չնայած փորձում ենք դա ցույց չտալ, ուղղակի պետք է ուժեղ լինել, չհանձնվել, ետ չկանգնել ոչ մի դեպքում։ Իսկ Գյուլնարա ջան, այդ պահերին, երբ որ դուք զգում եք թուլություն, որ արդեն ոչինչ չեք ուզում անել, ի՞նչն է ձեզ ավելի sense մոտիվացնում, ի՞նչն է ձեզ ուժ տալիս ոտքի կանգնելու եւ շարունակելու։ Մի քանի պատճառներ կան, առաջինը կնշեմ, որ նպատակը, որը ես ունեմ, միշտ իմ առջև կան նպատակներ, որոնց ես ձգտում եմ հասնել,
Հետո կնշեմ, որ ինձ շրջապատող մարդիկ, ովքեր միշտ հավատում են իմ ուժերին, իմ ընտանիքի անդամները, իմ կողակիցը, իրենք էլ իրենց հերթին խրախուսում են երբեք չհանձնվել եւ նշեմ նաեւ, որ երեխաների մեծ սերը, ծնողների վստահությունը իմ հանդեպ, այդ ամենը տեսնելով, ինչքան էլ որ դժվար լինի, թուլացած լինես, երբեք չես կարող հանձնվել։ Իսկ երկար տարիներ լինելով պարարվեստում շատ պարուսույցներ կան, որ իրենք իրենց վրա են աշխատում եւ շատ քչերն են գնում ռիսկի, որպեսզի բացեն ստուդիան։ Ինչը ձեզ դրդեց բացել ստուդիա, ղեկավարել։ Երբ նոր փորձում էի կայանալ որպես պարուսույց, ոչ թե պարող, դասավանդել եմ տարբեր խմբերում, որոնք իմը չէին, ես ուղղակի պարուսույց էի եւ երևի թե եկավ պահը, հասունացավ, հասկացա, որ ճիշտ ժամանակն է ունենալ իմ սեփական ստուդիան, որտեղ կլինեն իմ որոշումները դասավանդելու վերաբերյալ, մեթոդիկայի վերաբերյալ եւ հասկացա, որ պահն է, որ իմ ունեցած գիտելիքները փոխանցեմ մյուս սերունդներին։ Քանի տարի ինչ դասավանդում եք։ Արդեն 4 տարի կլինի, որ դասավանդում եմ, բայց իմ անձնական ստուդիայում 3 տարի։ Եվ կցանկանամ մի փոքր պատմեք այս տարիների ձեր հաջողությունների մասին, ձեր սաների հաջողությունների, ինչու՞ չէ ձեր անձնական հաջողությունների մասին։ Նախ նշեմ, որ մենք շատ հաճախ ենք մասնակցում միջոցառումների, կարելի է ասել ազատ չենք մնում, երբ լինում են լավ առաջարկներ, միշտ փորձում ենք հասցնել, տեմպ մեջ լինել, մասնակցել, ունեցել ենք հաղթանակներ, առաջին հորիզոնական, ունեցենք նաև երկրորդ հորիզոնական, ես երբեք չեմ զլանում նշել նաև երկրորդ, երրորդ հորիզոնականները, քանի որ դա եւս դրդում է առաջ շարժվել եւ հաջորդ անգամ ունենալ ավելի մեծ հաղթանակներ, մասնակցել ենք նաև բարեգործական միջոցառումների, որը որ ես շատ եմ կարևորում, մի խոսքով շատ միջոցառումներ ենք ունեցել, որոնց շրջանակներում երեխաները ունեցել են փայլուն ելույթներ։ Իսկ մի փոքր կպատմեք, ես գիտեմ, որ դուք պատրաստում եք մեծ մենահամերգի, շատ զբաղված եք այս օրերին այդ խնդրով։ Ինչ ֆորմատով է անցնելու մենահամերգը, ինչ անակնկալներ են լինելու երեխաների համար։ Մեր մենահամերգը կկայանա մայիսի 11-ին, իդեպ հոբելյանական համերգի, քանի որ հենց այդ օրը մեր խմբի բացման օրն է, մայիսի 11-ին 3 տարի առաջ կայացավ մեր առաջին դասը եւ ստեղծվեց մեր խումբը։ Նշեմ, որ բավականին լեցուն ծրագրով, բազմաժանր ներկայանալու ենք տարբեր ոճերի պարերով, ինչպես նաև բնականաբար հայկական ժողովրդական պարերով, հիփ-հոփ պարեր են ունենալու մեր աշակերտները, ունենալու ենք մոտ 20 եւ ավելի համար, որը որ շատ բարդ է համատեղել մանավանդ փոքր տարիքի աշակերտների հետ։ Շատ լավ, ես շնորհավորում եմ ձեզ։ Եվ երկրորդ հատվածում մեր հաղորդման լինելու են բլից հարցեր։ Պատրաստ եք։ Այո։ Կարիերա թե ընտանիք։ Սա երկուսն էլ առանձնացնել չեմ կարող։ Կյանքի իմաստը մի նախադասությամբ։ Լինել ինքնաբավ։ Լավ, ամենահաճախ օգտագործվող բառը։ Երևի թե ձայնարկություն ես նշեմ, վայ։ Ինչից եք վախենում։ Մոտ հարազատ մարդկանց կորցնելուց։ Իսկ առանց ում կամ ինչի չեք պատկերացնում ձեր կյանքը։ Առանց իմ ստուդիայի բարի աշակերտներից։ Մի քանի բառով նկարագրեք ձեզ։ Աշխատասեր, նպատակասլաց, չեմ ուզում շատ ինքնագովազ լինի։ Իսկ ամենաշատ ինչն է գնահատում ձեր մեջ։ Չկոտրվել ես։ Երբեք իմ նպատակներից հետ չեմ կանգնում։ Ամեն գնով հասնում եմ։ Հավանաբար ունեք կարգախոս, որն է դա։ Հենց նպատակների հետ կապված հասնել նպատակներին ամեն գնով։ Եվ ինչպիսին եք ձեզ տեսնում ապագայում։ Հենց ոլորտիս հետ կապված նշեմ, ավելի կայացած, ավելի ամրապնդված եւ ամուր կանգնած։ Շնորհակալություն։ Առաքելությամբ կին հաղորդման հյուրներ Գյուլնարա Սարգսյանը։ Ցտեսություն։